այսօրվա մեր թիմ օրենսգրքով քաղաքի տերը ավականիներն են, քաղաքը կառավարում է ավականին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի 14 մանդատ եւ ամենամեծ խմբակցությունն է եւ դրանից կարելի է հետեւություններ անել։ Պարոն Արուշյան, այսինքն Գյումրիում էլ է ԿՊ-ն առաջնորդվում, ինչ է լինի, մենք մեծ պարտված չենք համարի սկզբունքով։ Դե մենք մեծ պարտված չենք համարում, ել եմ ասում 14 մանդատ ամենամեծ խմբակցություն, 2-3 մանդատներով ու իդեպ ոչ կոալիցիա կազմելով համարել, որ կառավարում են անելու Գյումրիում, բնականաբար հրաժարական չեմ ներկայացնելու, վստահ ասում եմ, որ լավ արդյունքներ կրանցելու պարագայում, որովհետեւ մեկը աշխատանքից չի ազատվելու եւ ես բարձր ճակատով, ինչպես ընտրություններից սկզբից էլ ասել եմ, բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում ու շարունակելու եմ քայլել Գյումրիում, գյումրեցիների աշկերի մեջ նայել, այդ թվում բոլոր ընդդիմադիր տեխնազուները իրենց ավականու անդամների։ Իսկ հաջորդը տեխնազուի մասով մոտ օրերս մանդատները վերցնելուց հետո կլինեն պաշտոնական հայտարարություն, այդ ժամանակ կիմանանք։ Իմ կարծիքով ընդրական օրենսգրքի մեջ խնդիրներ կան այս պարագայում, որովհետև չի կարող 17200 քաղաք Գյումրին քաղաքացիները տան 17200 ցեն մեկ ուժի, մեկ տեխնազու եւ 2-3000 ցեն հավաքողներ հավաքվեն 4-5 հոգով որոշեն վերջացնեմ, որոշեն որ ով է լինելու Գյումրու քաղաքապետը։ Այս ամեն ինչի սկզբանե ինչ որ ասում եմ նաեւ ձեր այդ հարցազրույցների ժամանակ, այս ամեն ինչը ցույց տվեց իմ արտարացի խոսքը, որ գյումրեցու ու գյումրեցիների ընդհանրապես հետաքրքիր չեն ուժերը, որոնք այսօր Երևանից կամ Գյումրիում այս իրավիճակը ստեղծել են, իրանց ընդհանրապես հետաքրքիր չէ ոչ Գյումրին, ոչ է գյումրեցին։ Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում ցենզուր տանելու։ Չեմ զարմանա, որ շուտով մավզալեյ կառուցենք քաղաքապետարանի կողքը կամ հետ կամ ինչն էր ԿՊ-ի դեմ 17200 ցենը